Աշակերտի ոչ ցուցակում կա ոչ ցանկություն եք հայտնել խորհրդարանում հաջորդ լինել, դες համար ընտրվել է հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակը այն բացատրությամբ, որ դուք շարունակում եք ելի մնալ ԿՊ-ի հետ եւ կարևոր դերակատարում կարող եք ունենալ հետագայում կուսակցական աշխատանքներում եւ ընդհանրապես կառավարությունում։ Ընդհանրապես ես բոլոր այն տեղերում որտեղ կարող օգտակար լինելու հնարավորություն եմ տեսնում, անպայման օգտագործում եմ այդ հնարավորությունը, ինձ առաջարկվել է գլխավորել հաշվիչ հանձնախումբը, որը կարծում եմ հաշվի առնելով այս ընտրությունների կարևորությունը, իհարկե դժվար է գերագնահատել այդ աշխատանքի թե թափանցիկությունը, թե բարձր մակարդակով կազմակերպվածությունը, զգացել եմ, որ դրա անհրաժեշտությունը կա եւ հաշվի առնելով նաեւ շատ կարճ ժամանակ է կազմակերպչական, մենք գործնականում երևի մի քանի օր ենք ունեցել պատշաճ մակարդակի կազմակերպչական աշխատանք ապահովելու համար, չնայած դրանց առաջ էր որոշակի աշխատանք կատարվել, այդ հանգամանքները հաշվի առնելով համաձայնություն եմ հայտնել լինել այդ կարգավիճակում եւ իհարկե վարչությունը նման որոշումներ կայացնում, իրենք որոշում են կայացնել, որ ես ունենամ այդ կարգավիճակը, ես կարծում սա կարևոր աշխատանք է, նաեւ իհարկե թե կուսակցության համար եւ թե նաեւ պետության համար հաշվի առնելով, որ նման տեսակի մոտեցումը ընդհանրապես կուսակցությունների ներսում դեմոկրատիայի նման մակարդակը ժողովրդավարության եւ ներգրավվածության կուսակցականների, դա նաեւ պետության կառավարման որակի վրա ազդող, նաեւ միջազգային ռեյտինգների վրա ազդող ժողովրդավարության տեսանկյունից կարևոր հանգամանքներ են եւ դրա համար այդ ամբողջը հաշվի առնելով ես համաձայնվել եմ կամ ցանկություն եմ հայտնել գլխավորելու այս հանձնաժողովը։ Ինչ վերաբերում է իմ ներգրավվածությանը, այո, դուք ճիշտ եք, ես հանրային կերպով ասել եմ, որ ինձ տեսնում եմ ձեռներեցության ոլորտում եւ չեմ ցանկանում լինել ներգրավված նախընտրական ցուցակում։ Դա կապված է նրա հետ, որ ես տեսնում եմ, որ մեր պետությանը եւ մեր ժողովրդին, մեր հանրությանը կարող եմ օգտակար լինել ավելի շատ ձեռներեցության մեջ, հաշվի առնելով իմ պրոֆեսիոնալ կարողությունները, գիտելիքը, փորձը եւ նաեւ Հայաստանի տրված այս պահին հնարավորությունները, որովհետեւ այն հնարավորությունները, որոնք մենք այսօր ունենք Հայաստանում, մասնավորապես թե տեխնոլոգիաների ոլորտում եւ թե այլ ոլորտներում, այն մրցակցային դիրքերը, որոնք մենք ունենք, կարող են իսկապես ծառայեցվել Հայաստանի զարգացմանը եւ ես կարող եմ այդտեղ իմ գիտելիքները ծառայեցնել։ Դա է որոշման հիմնական շարժառիթը եւ այստեղ այլ պատճառներ կարծում եմ չարժի փնտրել։ Մարդկային այդմիջոցից հետո այլևս ներսրտվածություն չկա ուսումնասիրությունից, որովհետեւ շարունակում եք աշխատել նրանց հետ, հաշվի հանձնաժողովի ղեկավար եք։ Գիտեք, որ ասում եք այլևս ներսրտվածություն չկա, բայց դուք երբևէ տեսել եք, որ ես ներսրտած լինեմ։ Հետո ես նաեւ ուզում եմ նաեւ դուք նորից ոնց որ բառապաշար եք օգտագործում, որը նախ իրականության հետ կապ չունի, երկրորդը իմ համար ընդունելի չի, որովհետեւ չթողելու մեխանիզմ չկա։ Կա ցուցակում ընդգրկված լինելու պատվիրակների եւ չլինելու եւ կան կանոններ, այսինքն ձեր ձևակերպումից կարող է մարդիկ մտածեն, որ ինչ-որ մեկը թույլ է տալիս կամ թույլ չի տալիս, բայց այդպես չի։ Այսինքն ոնց որ օրինակ երթևեկության մեջ դուք գնում եք եւ կարմիր լույս է լինում, խաչմերուկում դուք կանգնում եք, այնպես չի, որ ինչ-որ մեկը ձեզ թույլ չի տալիս։ Ձեզ կանոնները պարտադրում են, որ դուք կանգնում եք եւ զիջեք կանաչով գնացողներին, այսինքն եթե մեկը ձեզ ասի, որ ձեզ թույլ չտվեցին երթևեկը, ինձ թվում է դա կոռեկտ չի, դուք ասեք, որ այնտեղ կարմիր լույս է եւ կարմիր լույսի տակ ընդհանրապես ընդունված է կանգնել։ Ես կանոնները նոր նշեցի, մենք հիմա էլ ունենք տասնյակ պատվիրակներ, ովքեր ընդգրկված չեն այդ ցանկում ընտրություն իրավունք ունեցողների, կարող են դրանք լինել տեխնիկական պատճառներ, կարող են լինել ոչ այնքան տեխնիկական պատճառներ, բայց
այնպես չի, որ ինչ-որ մեկը արգելել է նրանց որտեղ մասնակցել։ Իսկ այդ նեղվածության բանը ընդհանրապես այդ տերմինոլոգիան ես շատ վաղուց երևի այդպես մանկության հասակից արդեն հաղթահարել եմ, այսինքն որովհետև որևէ մեկից նեղված չեմ լինում ես։ Ունենում եմ կարծիք արտահայտում եմ, ունենում եմ դիրքորոշում արտահայտում եմ եւ ունենում եմ որոշում արտահայտում եմ դրա մասին։ Կարծում եմ դուք էլ իմ գործունեության մեջ դա տեսնում եք, այսինքն դժվար է իմ գործունեությունը դիտարկել էմոցիոնալ տեսանկյունից, ասենք նեղվածության կամ չնեղվածության։ Առաջնորդվել եմ հետևյալով, նայել եմ իմ գործընկերներից, ովքեր են, որ կարող են լավագույնս ծառայել Հայաստանին եւ Հայաստանի Հանրությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, այնպես չի, որ նրանց ում որ չեմ ընտրել, նրանք չէին կարող ծառայել, բայց նայել եմ ըստ լավագույնի իմ կարծիքով եւ իմ գիտելիքով եւ իմ ճանաչածով եւ իրենց անցած ճանապարհով ըստ դրա ընտրել եմ։ Հեշտ չի եղել, լավ այտենց երկար է տևում process-ը, մի 3 փուլով անցել եմ ցուցակի վրայով ընտրելու համար։ Նախապես ցավոք ժամանակ չէի ունեցել անցնել, այդ իհարկե լավ բան եք ասում, ես էլ ընթացքում մտածեցի, որ ավելի լավ էր, ինձ թվում էր հեշտ կլինի, հետո մտածեցի, որ ավելի լավ էր նախորդ մի երկու անգամ անցնեի ցուցակի վրա, որ այսքան ժամանակ չտանջվեի, բայց ամեն դեպքում մեր ընտրական process-ը թույլ է տալիս լավագույնս գնահատել եւ կարծիքը արտահայտել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։